Հանրապետության Սփյուռքի նախարարության հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո 2016 թվականին իրականացվում է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը։ Այն նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին։ Հուլիսի 22-ին Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում պարարվեստի օրերի մեկնարկով տեղի ունեցավ «Իմ Հայաստան» փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որն անցկացվում էր Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո։ Համահայկական փառատոնին մասնակցեցին նաև Նինոწმინდայի մշակույթի տան մեներկչուհի Հայաստանի Սպիրյանը, Փարվանա և Նայիրի պարային համույթները։ Փառատոնին հրավիրված էին անսամբլեր աշխարհի տարբեր երկրներից։ Յուրաքանչյուրը պատիվ ուներ իր ազգային օտարության մեջ սերնդեսերունդ փայփայացն ու պահպանածը մայր հայրենիքում ներկայացնելու։ Պարերով ու երգերով ասելու, որ թեկուզ օտարության մեջ ինքը երբեք չի կորցնելու իր մշակույթն ու իր ազգի արվեստը։ Հուլիսի 27-ից 30-ը մենք մեկնել էինք Հայաստան, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին մասնակցելու։ Ներկայացել էինք մեր մեծ աղջիկների խմբով, տարել էինք 4 պար, ուրեմն Սայաթ-Նովա, Էրզրումի շորոր, Զուռնապար և Կապույտ թռչուն։ Դե ելույթ ունեցանք Արտաշատ քաղաքում և փակման օրը Երևանում։ Ընդհանուր հաշվով շատ լավ էր։ Ընդունելությունը, մեր կեցարանները մենք հյուրանոցում էինք մնում Շիրակ, շատ բարձր մակարդակով էր, սնունդի պահով էլ կարող եմ ասել ամեն ինչ նորմալ էր։ Հետո փակման օրը ներկայացանք Սայաթ-Նովայով, դե նաև նշեմ, որ մեզ հետ էին նաև Ջիգրաշենի Նայիրի համույթը, Լուսինե Մզիկյանի գլխավորությամբ, մեր ընդհանուր գեղմասվարը Սարիբեկ Ղարսլյանն էր և Փարվանայի պարուսուցները, ես և Զեփյուր Ղարսլյանը։ Ընդհանուր հաշվով շատ գոհ եմ, դե ինչքան այսպիսի միջոցառումներ շատ կազմակերպվի, այդքան ավելի լավ է, որպեսզի ընդհանուր հայության կապը ավելի սերտ լինի, ավելի լավ լինի, ավելի ամուր լինի։ Դե մենք աշխատում ենք, քրտնաջան աշխատում ենք, կարող եմ ասել, մեր ընդհանուր Փարվանա խմբի համերգը կայանալու է մոտ հոկտեմբերի վերջ, նոյեմբերի մինչև 10-15-ը, մենք ունենք 4 խումբ, որոնք ներկայացնելու ենք ընդհանուր մեր համերգին, ունենք մոտ 5-6 նոր պարեր, որոնք բեմադրված են այս տարի, և եթե աշնանը ներկայացնենք ժողովրդի դատին, իրենք ինքները ամենաառաջինը ծնողները կտեսնեն, որպեսզի համոզվեն, որ իրենց երեխաներին իզուր չեն ուղարկում բարի, հետո մեր ղեկավարությունը և մենք, որպեսզի ընդհանուր հաշվով մենք իմանանք, որ մենք աշխատում ենք, մեր աշխատածը կա, մեր ընդհանուր տանջանք ու չարչարանք երևում է։ «Իմ Հայաստան» փառատոնի Նինոწმინդայի մասնակիցներին ուղեկցում էր մշակույթի տան գեղարվեստական մասի վարիչ Սարուխան Ղարսյանը։ Մերոնց կատարումները գեղմասվարը ոգևորությամբ է վերհիշում, պարային խմբերի ցնցող ելույթների մասին հրճվանքով խոսում։
շատ մենց ուրախությամբ, մենց հուզմունքներ շատ առաջացավ մեր անսամբլի մեջ, գիտեք ինչ հարցով, չեմ ասում, որ արտասահմանյան խմբերը մեր, ասենք, Արգենտինա կար, Կանադա կար, այնտեղ շատ մեծ խմբեր կային, որոնք շատ հարուստ էին ներկայացնում իրանց կեցվածքով, իրանց այն շորերով, որը մեր այս դարերից դար գալով մեր ամենամեղք, ամենախիղճ վիճակն է։ Բայց ես ուզում եմ ասել, որ մեր պարերը ունեին մենց բովանդակալից պարեր էին, որը իսկական, ասենք, հայկական ֆոլկլոր ներկայացրինք։ Նամանավանդ մեր Կատնադոյի և Ճիգրաշենի խումբը միացյալ մենք ունեինք համարներ, որ Արգենտինայի պարուսիչները, խորեոգրաֆները մոտեցան մեզ մեզանից խնդրում էին և երաժշտությունները և պարի էլեմենտներ անգամ մեր մի քանի շարժումներ բաներ մեր Լուսինե Մեզիգյանը իրանց հետ պարաբավ, որպեսզի շատ մենց ուրախացել էին, որպեսզի տանեին իրանց հայրենիք, որ իսկական հայկական շարժումներով իրանք ուզեցին բան անել, իրանք իրանց կողմ ներկայացնեն։ Ես կարող եմ ասել, որ այդ հաշվեք, որ նրանց մոտ պարաբում են Հայաստանի պրոֆեսիոնալ խորեոգրաֆներ են, բոլոր տեղերում, բոլոր։ Ես ուզում եմ ասել, որ մեր պարուսիչները երբեք ոչ մի շարժումներով, ոչ մի բանով չսիջեցին նրանց։ Եվ ես այնքան ուրախացա մի բանի, որ ամբողջ դահլիճը, երբ որ մեր անսամբլը ելույթ ունեցավ, մեր պարին խումբը, շատ հետաքրքիր բոլոր խորեոգրաֆները այդ միասնական բանը եկան հարցրին, թե Հիմա կիսի չադը չգիտեն էլ, գիտեք, նինոց մինդան բան, որտեղ էինք, ինչ էինք, որ կիսի չադը բացատրեցինք, բան հասկացան, բայց ես ուզում եմ ասել, որ իրանք այն մասնագետներով, որ ճիշտ հասնում է ինչ է ֆոլկլորը, ինչ է ժողովրդական պարը, ինչ է կլասիկան կամ ասենք բալետը, նրանք մեծ տարբերանքները գիտեցան ու մեզանից ինտերվյու առան, մեզանից ուզեցան սովորել մեր պարի ձևերը և իրանք մեզնից լավ գիտեն, որ մենք Էրզրումից գաղթված ժողովուրդ ենք և մեկը եկավ մի հասակով, բայց մեջը կար էլի այն խորեոգրաֆիայի բանը, որ զգացինք, որ ինչ-որ մեզանից բան էր խնդրում։ Ու համարյա մի կես ժամ մեր Լուսինեի Մեզիգյանի հետ բան եղավ էլի, բանի մեջ մտան, թե ոնց անենք, որ այդ շարժումները, այդ մեր Էրզրումից գալած այն հնությունը պահպանվի։ Քիչ թե շատ ասում է ձեր մոտ կարող է եղնի բան, մեր մոտ կային, գիտեք, այդ հնությունը մեր պարավները կային, լավ էին պարում, ես լավ հիշում եմ, որ Թանզարայ էին պարում, որ իսկական Երզրումի գաղթված են մեր շարժումներն էր գալած դեպի Աստված արդեն ես Վրաստան, բայց ցավոք սրտի այդ մարդիկ այսօրվա դարությամբ չկան, բայց այնքան լավ է, որ այսօրվա մեր պարուսիչները պահպանում են։ Մեր անսամբլը վատ չէր, մեր տղաներն էր լավ պարեցին, լավ ամեն մի հարցը լավ էր։ Մի բան ամենակարևորը, որ մի քիչ մեզ ուշադրություն դարձնեն, էլի ուշադրություն, այսինքն սպյուրկը հայ ենք համարվում, բայց որ գնում ենք, նենց մի քիչ ուրիշ ձևի են մեզ հետ վերաբերվում։ Ես չեմ ուզում կրիտիկայի ձևով խոսել։ Վերաբերվում են, ասենք, Ավստրալիայի խմբի, Ամերիկայի խմբի հետ մի ուրիշ ձևի, բայց որ չավախ գնում ես։ Առաջի տարին ես բովանդակությամբ լսել եմ, տեսել եմ, հիացել եմ։ Իսկ այս տարիները երևի այդ ցույցեր էր գնում Հայաստան, երևի այդ պատճառը դա էր, բայց թե ինչ ուզում է լինի արվեստը մնում է արվեստ, պետք է ուշադրությունը մի քիչ շատ եղնի։ Մեկ էլ մեզ մի քիչ ավելի ուշադրություն դարձնեն, ճիշտ է։ Արտասահմանի գալած Արգենտինան ասենք բան մի քիչ ասենք հեռավորենք կամ բան նրանց ուշադրությունը ճիշտ է, պետք է ավելի շատ լինի, որովհետեւ կարոտ են Հայաստանին մենք մոտ ենք, բայց թե մենք էլ ինչքան ուզում են լինի։ Ընդհանուր առմամբ ես կարող եմ ասել, որ շատ բավականին ես ուրախ դրամադարությամբ եւ դիպլոմներով եւ բաներով, մեդալներով, բաներով մենք վերադարձանք մեր հայրենիք։ Значит, как вы уже знаете, мы были в Ереване, участвовали на фестивале «Моя Армения». Это был не конкурс, это было не соревнование. Задача и цель этого фестиваля – собрать всех армян из разных концов мира, объединить, сплотить их. Мы
поехали туда с 4 танцами. В городе Арташате мы танцевали, показали 3 номера. А на заключительном концерте «Саят Нова» наши девочки представили, они очень замечательно, на высшем уровне, ничем не отличались и не уступали никому. Наша соотечественница Вартуя Языкян, там она хореографом работает под руководством господина Гянджумяна. Но она подошла ко мне и попросила, чтобы после концерта мы познакомились с его руководителем. Господину Гянджумяну очень понравился наш танец. Он пожелал нам больших успехов и больших достижений. С нами имел честь познакомиться также аргентинский руководитель группы «Масис» Завен Книасян. Он попросил у нас видеосюжеты наших старых джавахетских танцев, но, к сожалению, их у нас нету. Он попросил собрать материалы и отправить ему. Надеемся, у нас получится. Соберем у наших бабушек, дедушек какие-то элементы, наши старые танцевальные движения и отправим господину Княсяну. Что сказать, все было замечательно, я довольна. Наши девочки были на высоком уровне, все у них получилось хорошо. Надеюсь, что в дальнейшем у нас будут еще приглашения, достигнем больших успехов и обязательно с медалью и грамотами, дипломами вернемся назад. Գերաշնորհ Տեր-Նավասարդ arքեպիսկոպոս Կճոյանի տերունական աղոթքով փառատոնի մասնակիցներին եւ հյուրերին օրհնումից, ապա Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից Հայաստանի Հանրապետության նախագահի ողջույնի ուղերձի ներկայացումից հետո մեկնարկվեց փառատոնը պարարվեստի օրերով։ Սխերդի Քոչարի, Սայաթ Նովա եւ այլ ազգագրական պարերով հանդես եկան մեր համույթները։ Մեր պարողները նկատողություն չստացան թերի կատարման կամ ազգային պարերը ըստ չներկայացնելու համար։ Ընդհակառակ ամեն ինչ անթերի էր, թե կատարողական վարպետության տեսանկյունից, թե ազգային պարերի ամենափոքրիկ տարրերի պահպանման։ Մեր թե Փարվանա, թե Նայերի համույթներ ազգագրական պարերը պատվով բեմ հանեցին ու աշխարհասփյուռ հայությանը ցույց տվեցին, որ իրենք ազգայինի յուրաքանչյուր տար պատրաստ են պահպանել ու հայրենի ջավախ աշխարհի սաներին դարեդար փոխանցել։ Մենք ստացանք հրավերք մեկ ազգ մեկ մշակույթին, որը հիմա կոչվում է Իմ Հայաստան փառատոն, որտեղ մասնակցում են ամբողջ աշխարհի սփյուռքահայ մշակույթի գործիչները, հայկական պարարվեստով, հիմնականում ազգագրական։ Մենք Նայերի համույթներ Ջիգրաշենի եւ Նինոս Մինդայի Փարվանա համույթը ներկայացրել ենք 3 պար, ազգագրական եւ ժողովրդական։ Ելույթ ենք ունեցել մարզերում, Արտաշատում եւ հիմնականը Երևանում, որտեղ ներկայացրել ենք Սխերդի Քոչարին եւ Սայաթ Նովան։ Ընդունելությունը շատ լավ էր, հիմնական ֆինանսավորումը Սփյուռքի նախարարության կողմից էր կազմակերպված եւ մեր մշակույթի կենտրոնի տնօրենության կողմից ստացել ենք որոշակի գումար եւ մեր Գանգելբայի կողմից։ Խոսեմ արվեստի մասին, որ շատ արժանապատիվ ներկայացրինք, շատ ջերմ ընդունելություն էր, ստացանք մեդալ եւ հավաստագիր եւ միևնույն ժամանակ նորից հրավերք, որտեղ այս փառատոնը 2 տարի մեկ է կրկնվում, կային համույթներ, որ արդեն չեն մասնակցում, իսկ մենք նորից ստացել ենք հրավերք արդեն 2018-ին մեծ մասշտաբով, ոչ թե 2-3 համարով, այլ համերգային ծրագրով, որովհետև արդեն այդ Սփյուռքի նախարարությունը կազմակերպում է ոչ թե 2 տարի մեկ Իմ Հայաստան փառատոն, այլ տարվա ընթացքում 2-3 անգամ համերգային ծրագրով ներկայանալ Սփյուռքի այդ մասնակիցները իրենց համերգային ծրագիրը ներկայացնեն եւ ասմունքը եւ երգը եւ պարը եւ մենք այսօր ասեմ որ հիմիկվանից արդեն պատրաստվում ենք հիմնականում ընդգրկած ենք ազգագրականը որտեղ այսօր պահանջը շատ է շատ հետաքրքիր շատ կազմակերպված ու ընդհանուր առմամբ հպարտ եմ որ արդեն մենք կարող ենք մեր մշակույթը ոչ միայն այս նեղ պայմաններում այստեղ ուսուցանել, այլ զարգացնել եւ տարածել, կարող եմ ասել ամբողջ աշխարհով
Իհարկե, մի թեթև այս լավի հետ էլ մի քիչ վատ ասեմ, մենք շատ աղքատ ենք մեր տարազներով, այդտեղ երևում է արդեն, պարզ երևում էր մեր չունենալը։ Հարուստ բարեր ունենք, հարուստ բեմադրություններ, հարուստ երաժշտություններ, բայց աղքատ ենք տարազներով, աղքատ ենք մենք չունենք նկարահանող խումբ, որովհետև մեր ամեն ինչ սահմանափակ էր, այնտեղ պահանջում ենք քանակ, սահմանափակված մասնակիցներ, բարերը պիտի լինեն 3 րոպեից ոչ ավել, բայց եթե լինեին ֆինանսական մի քիչ օգնություններ, մենք կունենայինք նկարահանող խմբեր, կունենայինք ձայնագրություններ, պարզապես մեր այս մի քիչ կազմակերպչական մասը, որը որ անհրաժեշտ է եւ պարտադիր է, դա չգիտես ինչի մեր մոտ բացակայում է։ Նկարահանումները լինում են հիմնականում հեռախոսներով կամ պլանշետներով, որոնք այդ արդյունքը չունեն, իսկ տարազների կոշիկների մասին խոսք չկա, որտեղ միակ համույթը մենք էինք, որ մասիկներով բեմ ենք բարձրանում օպերայի դահլիճում, դա խոսում է այն մասին, որ մեր այդ աշխատանքը, մեր այս չարչարանքը, մեր այս ամեն ինչը մենք լիարժեք չենք կարող ներկայացնել։ Երգչուհի Հայաստանի Սպիրյանի ձայնը լռեցրել էր դահլիճը։ Այդ ձայնում եւ հայրենասիրություն էր, եւ կարոտ եւ հայի դարավոր ու չամոք ողցավ։ Stay
մայր հայրենիքում շատ լավ ընդունեցին, երկեցի 2 երգ, մեկը երկեցի Դարդստևի, մեկը Անուշ մի առավոտ։ Ամսի 8-ին գնացի 9-ին համերգներ 11-ը։ Արնո Պապաջանյանն էր համերգը եւ հավաստագիր մեդալ վերեցինք, շատ մեծ ընդունելություն էր, լավ ընդունեցին, դե ասենք մենք այստեղ է ված չեն ընդունել, այնտեղ որ արդեն քուք հայրենիք դե դու ավելի լավ կզգաս, բայց որ ճիշտը խոստովանեմ, մենք ինչքան որ ասենք Վրաստանում ելույթ ենք ունեցել մեր երևի մեզի ավելի շատ հոս այստեղ է մեր հայրենիքը, քան ստե այնտեղ։ Գիտես ինչի համար, որտեղ այնտեղ շատ մեծ տարբերություն կա հենց դասի եկածներուն ու ասենք մեր մեջ, բայց մենք ավելի առաջ ենք, ավելի լավ կներկայացնենք մեր հայ երկն ու երաժշտությունը, կանցնենք ընդից եկածները մի քանի անգամ պարապմունքներ, մի քանի անգամ արդեն ստուդիաներով, շանթ հեռուստատեսությունով, ուրիշ ձևի են ոնց մոտեցումը։ Մենք որ ամենչապես անընդհատ մենք այս բանի մեջ ենք, մեզի համար սովորական ելույթներ, սովորական համերգներ, այդ այն գիտես ինչը լարվածությունը չկա։ Օրինակ իմ մեջս այդ լարվածությունը չի եղել։ Ես ներկայացուցել եմ միշտ բարձր մակարդակով եւ շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք որ մեզի կիմանան, աջակցեն, լսեն եւ ձեզի եւ մնացածներուն, որ ներկայացնենք։ Մենք գիտես, եթե մենք արդեն գիտես ինչու վրա ենք կայնած, որ մեր խնդրեմը հենց էս երաժշտություն, ժիվոյ երաժշտություն չունենալներս է։ Եվ այդ հովանավոր ասելը չունենք մենք հետիք։ Մեր ժողովուրդը մտածեք, որ եթե դու մեբանովը մեկին դիմեցիր, հետիք դու քեզի համար կուզես, բայց հետիք այդպես չէ։ Ես լարիֆին կոչ կենեմ, որ մարդիկ այդ բիզնեսմենները վերոնք որ այսօր ինչ-որ ժամ գշինեն, ինչ-որ չիդեմ ինչ կենեն, օգնեն այս երկերաժշտությանը, այս պարարվեստին, այս երկարվեստին, մեր ուժերով սաղ կենենք մենք։ Ինչքան որ դաներունությունը կօգնե կուլտուրայի տան, ինչքան որ հնարավոր է դասեն մեր գանգոբանը, այնտեղ կօգնեն, շատ քիչ է դոնք։ Էդիկա այնտեղ ներկայացնելու համար մեծ բեմերուն շատ քիչ է։ Այնտեղ մակարդակ կիմանա։ Այնտեղ այն մարդիկ չեն նստի որ դու իրանց ասես որ այսքանն է։ Չէ։ Այնտեղ ասելու համար շատ քիչ է։ Դրա համար որ դու պրոֆեսիոնալ մարդոց հետ ելույթ կունենաս։ Պրոֆեսիոնալ մարդիկն է սա հասկնան գեդոնք որ էդիկ կամ երաժշտություն է կամ չիդեմ ինչ ենք էդիկ սարք է, ինչ ենք ստեղծ է։ Իմ Հայաստան փառատոնը կազմակերպվել եւ ֆինանսավորվել էր Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության կողմից։ Մեր մասնակիցների Երևան մեկնելու ճանապարհածախսը հոգացել է Նինոթրինդայի մշակույթի կենտրոնն ու շրջանային վարչությունը։ Այս տարի փառատոնի մասնակցության 110 հայտ էին ներկայացրել աշխարհի 25 երկրից 1429 մասնակիցներ, այդ թվում 48 պարախում, 11 երգչախումբ եւ գործիքային համույթ, 54 անհատ կատարող։ Պարախմբերից, երգչախմբերից եւ անհատ կատարողներից 72-ը փառատոնին մասնակցում էին առաջին անգամ։ Նշենք, որ փառատոնի պարարվեստի եւ երկարվեստի օրերն արդեն ավարտվել են, իսկ դուդուգի եւ հայկական այլ նվագարանների օրերը նախատեսված են սեպտեմբերի 21-ից 25-ին։ Սեպտեմբերի 26-ին Կոմիտասի ծննդյան օրը կատարողները ավանդաբար հանդես կգան հայկական ստեղծագործությունների կատարումներով։
Փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 28-ին տեղի կունենա նաև 100 գումարած 1 համերգային ծրագիրը, նվիրված հայոց ցեղասպանության տարելիցին։ Խմբերը ելույթ կունենան Հայաստանի Հանրապետության մարզերում եւ Ղարաբաղում։